Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքում արած գրառումը դժգոհություն էր բարձրացրել սոցցանցերում։ Ուրբաթ օրը նա կիսվել էր Ամուր հանքը վերագործարկելու մասին ԱՄՆ դեսպանատան հրապարակմամբ և կից գրել. «Մինչ ոմանք ոռնում են Հայաստանի տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի, շունը հաչում է, քարավանը գնում»։ Նախարարը ինքը քաղաքական պաշտոն է ոլորտային և ինքն է ձևավորում խոսույթ և այդ խոսույթը պետք է լինի խիստ ինստիտուցիոնալ և քաղաքական։ Օգտատերերի վրդովմունքից ու քննադատություններից հետո նախարարն արդարացավ, թե ասացվածքը վերաբերում է որոշ նախկին պաշտոնյաների։ Երբ բացատրությունն էլ այսպես ասած չբավարարեց քննադատողներին, Պապոյանը հեռացրեց գրառումը։ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանն ընդգծում է, որ նման խոսույթը հարիր չէ պաշտոն զբաղեցնող անձին, անկախ նրանից, թե ում է այն ուղղված։ Նախարարի խոսնակ Լիլիթ Շաբոյանը պարզաբանում է, Պապոյանը մտադիր չի եղել վիրավորել քաղաքացիներին, չհստակեցնելով, թե նախկին որ պաշտոնյաներին է նկատի ունեցել Պապոյանը։ Գրառումը հեռացվել է, քանի որ թյուրըմբռնումների տեղիք էր որոշակի տվել։ Ցանկանում եմ վստահեցնել, որ նախարարը բնավ մեր քաղաքացիներին վիրավորելու որևէ միտում եւ նպատակ չի ունեցել։ Գրառման մեջ ընդհանրապես օգտագործվել է ասացվածք, որի իմաստը այս համատեքստում այն էր, որ չնայած որոշ անձանց կողմից տնտեսության վերաբերյալ հնչող անհիմն դատողություններին, նախարարությունը շարժվում է տնտեսության զարգացման իր հստակ տեսլականով։ Օլեգ Դուլգարյանը սակայն նկատում է, ԿՊԱ-ականների մոտ այդպիսի խոսույթը նորություն չէ։ Նույն քաղաքական թիմի կողմից կամ պաշտոնյաների կողմից, այսպես վերցնենք, կարծես թե այդ բնորոշումը ինքը արդեն խորը արմատներ է գցել, որովհետև բացառելու փոխարեն կարծես թե կրկնվում է, եւ ես իմ խոսքի մեջ նշեցի, որ պարտադիր չէ, այստեղ միայն նույնականացնենք շան հետ կամ հաչողի հետ։ Դա հարցի մի կողմն է։ Մյուս կողմը այդ գրառման այն է, որ ինչքան ցանկանում եք խոսեք, միևնույնն է բանի տեղ դնող չկա, այսինքն միևնույնն է ամեն ինչ իր հունով նախատեսվածի նման գնում է։ Այսինքն սա էլ կարելի է բնորոշել այն, որ ինչ որ հանրույթի, մարդկանց, հասարակության որևէ սոցիալական խմբի խոսքը կարող է անտեսվել։ Բնապահպան Դուլգարյանը Ամուր հանքի շահագործման դեմ պայքարողներից մեկն է եղել։ Տևական ժամանակ ակտիվիստները բողոքի ակցիաներ էին իրականացնում, փորձելով կանխել ջերմուկ առողջարանից ոչ հեռու ոսկու հանքավայրի շահագործումը։ Եվ այստեղ է, որ հասարակությունը տեսավ պրոբլեմ, որ ոչ միայն իրեն ասացվածքի շան հետ են համեմատում, այլ նաև իր պնդումները, ասածները որևէ ձև հաշվի չեն առնում։ Պապոյանը կարծես չի ուզում հետ մնալ թիմակցից։ Անցյալ տարի նմանատիպ բառապաշար էր օգտագործել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա արձագանքել էր ավականունիստին Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին, որը Հանրապետություն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթին ի պատասխան նույն ասացվածքն էր մեջ բերել։ Հայտնի խոսք կա, շունը հաչում է, քարավանը շարունակում է իր ճանապարհը եւ ամեն հաչացող շան վրա որ քարնետենք, մենք կարող է տեղ չհասնենք։ Ավականունիստը վարող Ավինյանը փորձելով հանդարտեցնել խմբակցության ղեկավարներին ինքն էր հունից դուրս եկել։ Դուք ձեր կաշդերը կտեսնեք, ապագայում իշխանություն չտեսնելու։ Ձեր տեսակը, պարոն Սուքիասյան, մաքսիմում ինչ կարող է անել, հաճալն է։ Ու կարող եք հաճալ, շարունակել հաճալ, որովհետև շունը հաճա քամին փչի։ Ձեր իսկ ոճով ձեր պատասխանեմ։ Ինչ խոնորո, ինչ շուն, ինչ անում, ғարվաթանում ասեցի, գրուխը պատին է տալիս։ Այդ վիճաբանությունից հետո կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքապետի վարքագծում առերևույթ խախտման հիմքով վարույթ էր հարուցել։ Քաղաքապետարանից Ֆակտոր TV-ին հայտնեցին, որ վարույթն ընդունել են ի գիտություն, իսկ քաղաքապետարանի կայքէջում հրապարակված հայտարարությունում նշվում է, որ Ավինյանի խոսքերը վարքագծի կանոնների առերևույթ խախտման տարրեր չեն պարունակում։ Օրենքից հետևում է, որ Երևանի քաղաքապետը Երևանի ավականու նիստը վարում է որպես Երևանի ավականու անդամ եւ նիստը վարելիս հանդես չի գալիս որպես Երևանի
Երևանի քաղաքապետ, ինչից հետևում է, որ Երևանի ավականու նիստը վարող Երևանի ավականու անդամը չի համապատասխանում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված որևէ պաշտոնատար անձի կարգավիճակին։ Հետևաբար ավականու անդամ Տիգրան Ավինյանը չի հանդիսանում այն սուբյեկտը, ում նկատմամբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի 27-րդ հոդվածի դրույթների կիրառմամբ կարող է վարույթ հարուցվել։ Վերադառնալով Գևորգ Պապոյանին, նա թեև իր պաշտոնական էջից հեռացրել է ընդդիմախոսներին շների հետ համեմատելու գրառումը, սակայն անձնական էջում կրկին մեջ բերել է. «Շունը հաչում է, քարավանը գնում» ասացվածքը, այս անգամ կիսվելով ենթակայի համախառն ներքին արդյունքի մասին գրառմամբ։ Իդեպ այդ գրառման մեջ էլ որոշներին անվանել է ծակ պրոֆեսորներ առանց հստակեցնելու, թե ում նկատի ունի։ Ավելին, Պապոյանը անձնական էջում փակել է մեկնաբանություններ թողնելու դաշտը։ Նախարարը հավանաբար զգուշացել է պաշտոնական էջում քննադատական մեկնաբանությունների տեղատարափից։ Նրա խոսնակ Լիլիթ Շաբոյանի խոսքով Պապոյանն ընդունում է միայն առողջ ու տեղին քննադատությունը։